դեղերի գների կարգավորում, վերահսկողություն երկրում իրականացում է, թե ոչ։ Ես նկատի չունեմ դեղերը գրանցելու process-ը։ Ես նկատի ունեմ դեղերի գների խնդիրը։ Օրինակ բերելու համար դիտարկում ենք հարևան Վրաստանը։ Ես այս վերջերը հրապարակումներ եմ արել, շուտով դա հետ կապված բաներ կանենք, ավելի վիդեո նկարահանումներ կանենք, ժողովուրդը թող իմանա։ Ես ձեզ ասեմ, մարդիկ այս թեմայով շատ են անհանգստացած։ Մի հրապարակում եմ արել, 3-4 օրվա ընթացքում կես միլիոն մարդ դիտել է։ Կես միլիոն մարդ։ Ոչ մի իշխանական նախարար նման դիտումներ չունի։ Այնել առանց գովազդից։ Առանց գովազդի, կես միլիոն մարդ այդ դիտմանը դիտել է, գիտի ինչ մասն է խոսում, թեման քաղցկեղի դեղերն էր։ Ուրեմն այս քաղցկեղի դեղերի համեմատությունները կատարել ենք վրացական եւ մանրածախ շուկայում, արդեն դեղատնային եւ մեծածախի շուկայում Հայաստանում նույն դեղը 3 անգամ ավելի թանկ է։ Նույնը վերաբերում է կատարակտի հիվանդությանը, իշեմիկ հիվանդություններին, ստենտավորմանը մոտավորապես 2 անգամ, վերաբերվում է աղեստամոքսային տրակտի հիվանդություններին եւ ամենակարևոր ինսուլտի հիվանդությանը 3 անգամ Հայաստանի Հանրապետությունում այդ դեղերը ավելի թանկ են։ Հիմա ես հարց եմ տալի, այս հիմնադրամը չստեղծող, բայց համակարգ մտցնող, բոլորին ծածկող, բայց բոլորին ընդհանրենք, այսպես ասած մոռացող, այդ կնոջն եմ հարց տալի, այդ նախարար կնոջն եմ հարց տալի։ Ինքը տեղյակ է, որ 3 անգամ Հայաստանի Հանրապետության դեղերը ավելի թանկ են։ Ինքը ինչ է ձեռնարկել, որ այդ տարբերությունը, Վրաստանը մեր կողքն է։ Այրումից ոտքում մանեսկալ արդեն Վրաստանն է։ Վրաստանը Ավստրալիայում չի։ Դրա համար շատերը այնտեղից են բերում դեղերը։ Շատերը այնտեղից են բերում։ Հիմա ես հարց եմ տալի, ինչ են ձեռնարկել։ Հիմա այստեղ կարելի է ընդհանրենք մի պաթետիկ, այսպես փաթեթավորում հարց տալ։ Ավելի ճիշտ չէ լինի, որ դուք դեղերի վերահսկողություն իրականացնեիք ֆինանսական, միջոցառումներ անեիք պետական։ Այս ընթացքում այդ պետվատվերի նախատեսող գումարները որոշակի ավելի կիչնեին, ճիշտ է, դեղերի գները կիչներ, պետվատվերի ծառայություններն համապատասխան հետը կիչներ։ Բյուջեն հնարավորություն կտար, ընդհանրենք ավելի նույն փողով ավելի շատ մարդկանց օժանդակել։ Կամ ավելի շատ ծառայություն։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում, դուք դեղերի հետ կապված խնդիրը չեք լուծում, չէ՞, այդ տարբերությունը 300%-ի տարբերությունը դա խոսում է, կարելի է հստակ ասել, ուրեմն մաֆիա է այստեղ։ Այստեղ մենաշնորհային մաֆիա է։ Մենաշնորհային մաֆիան է, պետությունը այդ մենաշնորհային մաֆիան պետք է քանդի։ Իրավունք չունի Հայաստանի քաղաքացին, այրումում բնակվող քաղաքացին, իրավունք չունի ընդհանրապես 100 մետր գնային կողմ ու 3 անգամ ավելի էժան դեղ գնի։